Բարև ձեզ պարոն Դանիելյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, բավական երկար ժամանակ է չենք զրուցել ձեզ հետ, հարցերը շատ են եւ կարծում եմ ձեր հետևում մեր ռազմագերիների նկարն է, ովքեր շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտերում, վերջին տեղեկությունները գալիս են, Սիրանուշ Սահակյանը ահազանգում էր, որ վնասվածքների մասին է այլևս խոսքը, կոտրվածներ, իհարկե տեսանելի չէ այդ ամենը հաշվի առնելով, որ Կարմիր խաչը եւս Ադրբեջանում փակվել է, բայց պատկերացնել կարելի է, որովհետեւ մենք դատական նիստերից ճակերտավոր դատական նիստերից մեկի ժամանակ տեսել էինք եւ Ռուբեն Վարդանյանի դեմքը եւ Բակո Սահակյանի վնասված դեմքը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, մենք ունենք մեր ռազմագերիներին այնտեղ եւ այս իրականության մեջ փորձում են համոզել, որ խաղաղության են հասել, խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, երկար ժամանակ չի եղել այս տաղավարում, ուրախ եմ եւ ներողություն, երեք էլ մի բան էլ հայտի դարձավ, որ արդեն 5.5 տարի Բաքվում պահվող հայ ռազմագերերի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, մինչեւ անգամ փաստաբանով խնդրում էին անհապաղ զանգահարել, հնարավորություն տալ, դիմում էին մինչեւ անգամ Ալիևին, որպեսզի հնարավորություն տան զանգահարի կնոջը, խնդրեմ։ Տեսեք, բազմիցս նշել ենք այն փաստը, որ առաջին հերթին այն մարմինը, որը պետք է զբաղվի այս հարցերով, դա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, կառավարության ձեռքում են բոլոր լիազորությունները, հնարավորությունները միջազգային ատյաններում այս հարցի բարձրացնելուց սկսած մինչև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մասը դարձնելու, այսինքն ամենակարևոր խնդիրներից մեկը այս իշխանության պետք է ինչը լիներ, գնում է քանի տարի բանակցում Ադրբեջանի հետ, ինչ պետք է լիներ։ Ռազմագերիների պատանդառնված անձանց ազատ արձակման հարցը, անհետ կորածների հարցը, անհայտության մեջ գտնվող մարդկանց հարցը։ Անհայտության մեջ գտնվող մարդկանց հարցի մեջ տեսնում ենք, որ որևէ մի առաջընթաց չկա, այդ մարդիկ հավաքվել են կառավարության շենքի մոտ, իրանց հանդիպող չկա, արդեն երկար ժամանակ է, տևական ժամանակ է, ոչ մեկ իրանց չի հանդիպում, ոչ մի բան չի ասում, հանդիպելուց էլ խաբում են այդ մարդկանց։ Որևէ մի նորություն, որևէ մի նոր բան այդ մարդկանց չեն ասում, այսինքն այս հարցը իրանց համար գոյություն չունի։ Գանք Բաքվում պահվող ռազմագերիների պատանդառնված անձանց ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված հարցին։ Այս հարցով իմ տեսակետը մնում է նույնը։ Այս իշխանությունների ձեռնտու չի այդ մարդկանց Հայաստանի Հանրապետություն վերադարձնելը։ Ձեռնտու չի։ Ամեն ինչի մասին խոսում են Ադրբեջանի հետ, ինչ զիջումներ ասես Ադրբեջանը Հայաստանից ստանում է, իրանք իրանց գործը առաջ են տանում, խնդիր չկա, պրոբլեմ չկա, խաղաղության դարաշրջան է, բայց արի ու տես Բաքվի բանտերում մեր հայրենակիցները խոշտանգվում են, քիչ չի, իրանց իրավունքները պաշտպանող չկա, որևէ մի հարցում առաջընթաց չկա, շարունակվում են այդ մարդիկ կտանքների եւ բռնությունների ենթարկվել սրանց թեթև ձեռքով։ Այսինքն, եթե այս իշխանություն կոչվածները իրենց լուր համաձայնությամբ, այսինքն լռությամբ, իրենց անտարբերությամբ, ասում այդքան վտանգավոր չեն գողերը, հանցագործները եւ այլը, ինչքան որ անտարբեր մարդիկ, այդ անտարբերությունն էլ է ծնում այս ամեն ինչը։ Այսինքն հայկական Հայաստանի իշխանությունների կողմից վարվող այս քաղաքականությունը Ադրբեջանին էլ ավելի թևեր է տալիս իրենց գործունեությունը շարունակելու, հակաօրինական, հակաիրավական գործունեությունը շարունակելու։ Ժամանակին էլ ասել եմ, ստեղից հայտարարությունները, հնչող հայտարարությունները Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանավորների կողմից, այնտեղ դառնում են նոր քրեական գործերի, նոր քրեական գործ են հարուցում այդ մարդկանց վրա։ Առարկայական, թող մի հատ հարցի պատասխանեն, հարց Հայաստանի Հանրապետության ոչ բարով իշխանություններին։ Այսքան տարի է անցել, ինչ եք արել։ Հոդաբաշխ ասում են սպասեք, ասում են, որ դուք այս մասին խոսում եք, ընդդիմությունը խոսում է, գործընթացը վիժեցվում է, լավ չի լինում, խնդիրը այնա, որ, չգիտեմ, փողոցային պայքարա, խնդիրը էս մեկն է, խնդիրը է մեկը, ում վրա ասես գցեցին այս գործը։ Հիմա թողել են մենակ իրանց հետ, բա ինչի ոչ մի բան չի արվում։
Բա ինչի չեն ասում, թե ի վերջո այդ բանակցային գործընթացի ոչ բարով բանակցային գործընթացը ինչ դրական տեղաշարժ կա։ Ոչ այդ մարդկանց իրավունքներն է պաշտպանվում, ոչ այդ մարդիկ հետ են վերադառնում Հայաստանի Հանրապետություն, շարունակում են այնտեղ խոշտանգվելը եւ ոչ միջազգային հարթակներում կրկնում եմ, ոչ էլ առանձին Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մաս չի դա, բայց ասում են խաղաղության դարաշրջանը։ Դե եկեք ու հասկացեք, ինձ մի հատ պատասխան տվեք, ես հասկանամ։ Ուր աստեղ ճշմարտությունը, ուր աստեղ, չգիտեմ, իրանց կատարած աշխատանքը, ես չեմ տեսնում այդ աշխատանքը, ասեցի չեմ ուզում կրկնեմ, այդ առումով այսքանը կարող եմ ասել։ Սրանց զուգահեռ Հայաստանում են շարունակում քաղաքական հետապնդումները, այն ինչ այսօր տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, բարևուն իմաստով մարդու ունեցվածքի գովազդ։ Իմիջիալոց մի կարճ բան էլ ասեմ այդ թեմայի հետ կապված։ Ոչ միայն այս գործում որևէ մատին չեն տալիս, գործուն քայլեր չեն ձեռնարկում, այլ ընդհակառակը շատ ժամանակ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեղ գտնվող մարդկանց թիրախավորվում է հենց իշխանության կողմից։ Իշխանության լրատվական կոչվածների, չգիտեմ, այդ ֆեյքերի, իրենց տարբեր պաշտոնյաների կողմից նաև այդ մարդկանց անվանարկելու, այդ մարդկանց բարի համբավի հեղինակության վրա ազդելու, այսպես ասած, արատավոր, քստմնելի, զզվելի նողկալի գործընթաց է գնում։ Գագիկ ներսում, հա, ինչ է տեղի ունենում, Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը բարևուն իմաստով գողանում են, ինչպես հեյցը գողացել են Արարատ ցեմենտը, հազարավոր մեր հայրենակիցների մատնել են պարապուրդի, խնդրեմ այս ամենի հետ կապված եք տեսեք։ Ես ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի ակցիայի ժամանակ իմ լրատվականների հետ հարցազրույցի ժամանակ ասել եմ եւս մեկ անգամ վերահաստատում եմ նշածս միտքն ու կարծիքը Հայաստանի Հանրապետությունում բոլշևիզմի մեթոդներով, բոլշևիկյան մեթոդներով ունեցվածքի վերաբաժանում ասեմ, վերաձևավորում ասեմ, կուլակաթափություն ասեմ, այս գործընթացն է գնում, այսինքն մեկ անձ կամ մի քանի անձանց խումբ գործող իշխանության պարագլխի ղեկավարությամբ իրեն իրավունք է վերապահվում նոր ունեցվածքի վերաբաշխում անել, վերաբաժանում անել, խլել մարդկանց տարիների ընթացքում ստեղծած, չգիտեմ, ձեռնարկությունները, նյութական միջոցները, տները, չգիտեմ, արտադրամասերը, սա հա, անգամ հասել են ճիշտ նշեցիք կենթանիներին, իրանց այդ փոխկապակցված անձանց, չգիտեմ, եղբայր, քույր, կին եւ այլ եւ սա զզվելի էլի մի process է, որը որ ոչ բարոյական ասպեկտի մեջ է տեղավորվում, ոչ էլ տեղավորվում է նորմալ ժողովրդավարական պետության տնտեսական քաղաքականության մեջ, այսինքն ոչ մարդկային առումով է նորմալ, ոչ էլ երկրի հեղինակության վարկանիշի վրա որևէ առումով դրական ազդեցություն չի ունենում, հակառակը բացասական ազդեցություն է ունենում։ Դուք պատկերացրեք, օտարերկրյա ներդրողներ, մարդիկ, որոնք որ ուզում են Հայաստանում ներդրումներ կատարել, տեսնում են, որ հեծը խլում են, Սամվել Կարապետյանից խլում են մի ընկերություն, որը որ տարիներ շարունակ ներդրում է կատարվել, չգիտեմ, հսկայական միջոցներ ա ներդրվել, մի օրում որոշում են, որ այդ մարդունը չի էլ, այդ ձեռնարկությունը այդ մարդուն չպետք է պատկանի։ Քաղաքական հայտարարությունը անում են, այդ քաղաքական հայտարարությունից հետո անկախ մարմիններ կոչվածները, որ պետքա որ անկախ լինեն, չէ՞, իբր թե այդ մարմինները պետք է անկախ լինեն։ Պարզում է, որ այդ հայտարարությունից հետո առանց որևէ մի կապի, իբր թե էլի, դե ոչ իր այդ խոսում են, ոչ իր այդ քննարկում են այդ հարցը, այդ անկախ մարմինները սկսում են աշխատել, քրեական գործեր հարուցել եւ այլ, ու այդ ձեռնարկությունները, այդ հիմնարկները խլվում են այդ մարդկանցից։ Ուղղակի բարեստ բուն իմաստով, չգիտեմ, գողանում են, սա խուժանապետության ցուցիչն է, այսինքն մարդը տարիներ շարունակ քարը քարի վրա է դրել, հիմնարկներ է ստեղծել, աշխատատեղեր է ստեղծել, կապ չունի այդ անունը Գագիկ Ծառուկյանն է, Սամվել Կարապետյանն է, Պողոս Պողոսյանն է, սիրում ենք այդ մարդուն, մեկին չենք սիրում,
Ես մեր հայրենակիցների համար եմ ասում, ինչի համար եմ ասում, որովհետև որոշ մարդիկ կան, այս մարդուն սիրելու կամ չսիրելով պայմանավորված կարծիք են հայտնում դրական կամ բացասական իմաստով։ Մենք խնդրի էությունը պետք է հասկանանք։ Սա պետք է անընդունել լինի, անգամ այն մարդուն, ումը որ ես չեմ սիրում, վաղը միսօր կարող է դա լինի քպայական ինչ որ մի գործարար, որը որ իր քաղաքական հայացքներ ունի, իր քաղաքական հայացքներով մոտ է այս իշխանությանը եւ այդ իշխանության գաղափարախոսությունն է կրում։ Այդ մարդկանցից էլ չպետք է խլվի։ Առհասարակ մարդու ունեցվածքը, ունեզրկելը, խլելը, հատկապես այս մեթոդներով ու այս մեթոդաբանությամբ անընդունելի է։ Տեսեք ոնց են անում։ Հիմնարկները, աշխատող հիմնարկները, զրոյից ստեղծված հիմնարկները խլում են, այդ մարդկանց, տասնյակ հազարավոր մարդկանց ուղարկում են տուն, ու որևէ բացատրություն չկա։ Չկա, որ այդ մարդիկ, բայց այսքան աշխատատեղեր է, այդքան բյուջեն մուտք չի մուտքագրում հսկայական ուրեմն գումարներ, հսկայական գումարներ։ Խոսքը ոչ թե 5, 10, 20 թեպետել կարևոր է, աշխատողի մասն ինա։ Կրկնում եմ, տասնյակ հազարավոր մարդիկ այսօր մնացել է գործազուրկ։ Իսկ երկրորդ պարագայում, այսինքն ես չեմ հասկանում, ուղեղից մեջ իրականից չի տեղավորում։ Ոնց կարելի է մարդու ստեղծածը մի օրվա ընթացքում ասել քունը չի, վերջ։ Ու դրա մասին քաղաքակրկնում, ասում է քաղաքական հայտարարություններ։ Ունեզրկելու եմ, խլելու եմ, չգիտեմ, սատկստելու եմ, սպանելու եմ, ինչ ասես որ չի խոսվում։ Այո, հաստատում են ասում, սա սպառնալիք ասում է։ Սա ոնց կլինի սենց էլի։ Ոնց կլինի հայտարարություն անեն, նման տիպի հայտարարություններ անեն եւ մնան օրինակ անպատիժ։ Ոնց ալնում տենց։ Եվ այս գործընթացը տանում է նրան կրկնում են, որ Հայաստանում Հանրապետությունը արդեն ներդրումային միջավայր չկա, գոյություն չունի։ Ոչ մի իրեն հարգող բիզնեսմեն, որը որ մի քիչ հասկանում է բանից, չի գա, որ հետո վաղը միսօր ասենք թե գործարարը եկել է Հայաստանի Հանրապետության ներդրում է անում, կամ օտարերկրյա ներդրող չի Հայաստանի Հանրապետություն ներդրող է։ Այս իշխանության քաղաքականությանը դեմ է։ Այսինքն եթե դեմ է, պետք է ունեցվածքը խլվի, էլի, հա։ Այս ընտրովի արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունը, որ այս տարիների ընթացքում հասել է իր պիկին, բերելու է Հայաստանի Հանրապետության տնտեսական կոլապսի կռախի, ոչ միայն տնտեսական, այլ նաև Հայաստանի Հանրապետության, կրկնում եմ, վարկանիշի վրա շատ լուրջ հետևանքներ է ունենալու, շատ լուրջ ազդեցություն է ունենալու։ Որովհետև չի կարա տենց լինի, որ մարդու քաղաքական հայացքներով պայմանավորված այդ մարդը ունեզրկվի կամ հայտնվի քրեակատարողական հիմնարկում։ Հիմա ես մի ուրիշ բան ասեմ, ուշ թե շուտ այդ մարդիկ տարբեր ատյաններում վերականգնելու իրենց իրավունքները։ Դատական կարգով այդ խլված ունեցվածքը ոնց որ եղավ նույն հեծի պարագայում, չէ՞, Ստոկհոլմի արբիտրաժը որոշում կայացրեց, որ Հայաստանի Հանրապետության քայլերը իրավաչափ չեն եւ այլ, հետո դրանից հետո ասեց Հայաստանի Հանրապետությունում ինչ որ մեկը կա կառավարության կազմում, որը որ կարող է համաձայնվի այդ որոշման հետ։ Հիշեցնենք, որ իրենց իրավաբանական վարչության պետը Լիպարի Դրմյանը հայտարարություն էր արել, որ այդ որոշումը պետք է կատարածվի։ Ասեց ինչ որ մեկը կա Հայաստանի Հանրապետությունում, որ կարա իմ կարծիքից տարբերվող այլ կարծիք արտահայտի եւ այդ մարդուն աշխատանքից ազատել։ Այսինքն Ստոկհոլմի արբիտրաժի որոշումներ կապ չունեն մեկն էլ են մյուսն էլ, բայց ես ուզում եմ մի բան ասեմ, ինչքան էլ որ սրանք այս ուղղությամբ գնան, մեկը տարբեր դատարաններում, եվրոպական դատարանում կլինի, արբիտրաժում կլինի, այլ ատյաններում կլինի, այդ մարդիկ վերականգնելու են իրենց իրավունքները այդ գույքի նկատմամբ։ Բայց ով է տուժելու։ Հայաստանի Հանրապետությունն է տուժելու եւ Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է լինելու հսկայական գումարներ վճարեն։ Այ միջև երբ պետք է սրանց կերած բողկերի հիմար Հայաստանի Հանրապետության քաղաքացին վճարի։ Էլի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ջեբից է այդ գումարները գնալու։ Գրպանից է այդ գումարները գնալու։ Ոնց որ մնացած իրենց ապաշնոր քաղաքականության արդյունքում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին դառնում այդ այսպես ասած օբյեկտը խաբության նոխած։ Նույնն էլ էս պարագայում է նման գործընթաց տեղի ունենալու։
Ինչա թե մի մարդը որոշել է իր հիվանդ երևակայության արդյունքում, որոշել է, որ այս մեկից պետք է էսի խլվի, այն մեկին պետք է տանի նստեցնի, այն մեկին էսի ինչ անի։ Եվ այս սոցիալական աղետին, որ հասցրել են, անդրադառնանք նաև հայ մարդուն, հայ գյուղացուն ինչի են հասցրել։ Վերջերս ձկնարտադրողներն էին կառավարության մոտ, Միրգ Բանջարեղենը ուղղակի արտահանման խնդիրների հետ կապված, խաբում ասում են, թե Եվրոպա են տանում, պարզվեց ծիրան են տարել միայն Իսպանիա, այն էլ փչացած ծիրան է եղել։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Այս սահմանափակումները, որ եղավ, բնականաբար այս սահմանափակումները, այս խնդիրները, որ առաջացավ ԵԱՏՄ շուկայի հետ, բավականին լուրջ վնասներ կրեց։ Էլի քիչ առաջ ինչից ենք խոսում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դժում է, չէ՞ սրա քաղաքականության արդյունքում։ Էլի սրա քաղաքականության արդյունքում, էլի սրանց վարած քաղաքականության արդյունքում եկան հասանք մի կոլապսի, որ Հայաստանից գյուղմթերք եւ առհասարակ ապրանքներ արտահանելը դարձավ անհնարին դարձավ։ Սկզբից դրանց իդեպ այս ամեն ինչի մասին ես ամիսներ առաջ մենք ոչ միայն ես, այլ նաև մեր գործընկերները ամիսներ առաջ զգուշացնում ենք, որ լրջագույն հետևանքներ ունենալու այս վարվող քաղաքականությունը։ Բերելու է սրան հասնի։ Հերթով սկսվեց տարբեր ապրանքների մուտքի սահմանափակումը։ Եվ արդեն ոչ միայն ծիրանի հետ կապված, ոչ միայն լոլիկի հետ կապված, ջերմուկի հետ կապված, հանքային ջրերի հետ կապված, այնտեղ այլ ապրանքների, գյուղատնտեսական այլ ապրանքների, ծաղիկ, տարբեր տիպի գյուղատնտեսական ուրեմն ապրանքների հետ կապված, վերջերս նաև այս սահմանափակումներին ավելացավ նաև կաթնամթերքի հետ կապված սահմանափակումը, որը էլի զգալի վնասներ է բերելու Հայաստանի Հանրապետության եւ տնտեսությանը եւ գյուղատնտեսությամբ զբաղվող, անասնապահությամբ զբաղվող մեր հայրենակիցներին։ Հիմա հարց Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որտեղ է այս ամեն ինչի վերջը, երբ է, որտեղ է։ Ասում են, որ այլընտրանքային շուկաներ պետք է ձեռք բերեն, այլընտրանքային շուկաներ պետք է իրենց ապրանքները Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներ իրենց ապրանքները անկաշկանդ, չգիտեմ, առանց խոչընդոտի պետք է իրենց ապրանքները այլ շուկաներում կարողանան ռեալիզացնեն։ Հարց առաջանում, այդ շուկաներում որտեղ ռեալիզացրեցին ապրանքը։ Այն չնչին ապրանքներն է, որ գնացել է եվրոպական շուկա, այդ ապրանքների մի զգալի մասն էլ մի հատ էլ ոչնչացման համար գումար են վճարել մեր հայրենակիցները։ Քիչ չէ շատ դժվարությամբ հասնում են այդ շուկաները, գրեթե սենց անհնարին է դառնում այդ ապրանքների անտեղ մատակարարումը։ Այսինքն չնչին թվերի մասին է խոսքը, էլի իրականում չնչին թվերի մասին է խոսքը։ Այդ որ մեծ խոսում են, ասում են, մենք արդեն ձուկ ենք արտահանում Եվրոպա։ Այսինքն էլի ոնց որ այդ մարդկանց ձեռ առնեն, էլի։ Ասում են ձուկը արտահանում են Եվրոպա, չի անցնում 2 օր ձկնաբույծների 99%-ը կառավարության շենքի մոտ բողոքում։ Այսինքն այսքան որ լավ է, բայց մարդիկ ինչի այսքան վատ։ Այսինքն այդ մարդկանց էլ են էլի փորձում մոլորեցնել, ես իմ վիրավորական է, ես խոսել եմ ձկնաբույծների հետ, ճիշտ է, չկարողացա ներկա լինել հանրապետությունում չէի, խոսել եմ այդ մարդկանց հետ, ուղղակի վիրավորական է, այդ մարդիկ վիրավորված են կառավարության վարվող քաղաքականության արդյունքում։ Ասում են մեզ ձեռ են առնում, բառից բուն իմաստով ձեռ են առնում։ Մենք հսկայական վնասներ ենք կրում, իրանք այդ լճերի բանի մոտ վիդեոներ են նկարում, տեսանյութեր են նկարում, թե ոնց է հայկական ձուկը գնում եվրոպական շուկա։ Իբր թե ինչ որ փոխհատուցում էլ պետք է տային, փող պետք է տային այդ մարդկանց, ոչ փողն են տվել, ոչ շուկան կա, ոչ նաև իրենց հավաստմամբ այդ ձուկը եվրոպական շուկայում ռեալիզացնելու հնարավորություն էլ չկա, որովհետև այդ սահմանափակումները Ռուսաստանի դեմ, որ սահմանափակումներ ա եղել, մեր տարբեր տնտեսություններ ձկնարտադրողներ, տարբեր տնտեսություններ կարողացել են մտնել ռուսական շուկա։ Հիմա որ այդ սահմանափակումները արդեն Հայաստանի վրա
անդրադարձել, այդ ձուկը լճացել է, մնացել է չեն կարողանում, այսինքն այդ քանակությամբ մոտ 70-80% ձուկը Հայաստանի արտահանվում է ռուսական շուկա։ Այսինքն ընդամենը մի 10-15%-ն է, որ առավելագույնը, որ կամ այլ տեղա կամ Հայաստան շուկայում։ Մնացած 80% ընդեղ։ Հիմա այս մարդիկ անելանելի վիճակի մեջ են հայտնվել, այդ ձուկը ստիպված են կեր տալ, որ որոշակի ամիս կա, այդ ամսից ավել արդեն ոնց որ այդ կերակրել այդ ձկանը անիմաստ է դառնում, որովհետև հսկայական վնասներ են կրում։ Եվ կանգնել են կոտրած տաշտակի առաջ, ոչ մեկ այս հարցերի պատասխանները չունի։ Բայց փոխանակ նորմալ քննարկում կազմակերպեն, բացատրեն, ասեն, լավ, մի շաբաթ էլ սպասեք, կլինի բան, ոչ այդ մարդկանց հետ խոսացող կա, ոչ այդ հարցերը քննարկող կա, խափելով գնում են, թե որտեղ կասնեն, Աստված գիտի։ Անդադ խափում են, բոլորին խափում են, ձկնաբույծին խափում են, կաթնամթերի կարտադրողին խափում են, ծաղի կարտադրողին խափում են, ջերմոցատիրոջը խափում են, այսինքն բոլորին հերթով, հիմա գալիս է սա խաղողի սեզոնը, գալիս է էսի լոլիկի բանի մթերման սեզոնը, այլ ապրանքների մթերման, այսինքն պահածոացնելու բանի շրջանն է գալիս, չէ՞, որ պետք է գյուղացին իր քրտնքով ստեղծած արտադրանքը վարկեր միլիոններով վարկեր ավերսրել, որ պետք է գոնե թե վերջում ինչ որ մի չնչին կոպեկներ իրան եկամուտ գա, հիմա արդեն փաստի առաջ են կանգնել նաև գյուղմթերք ուրեմն պահածոացնող կազմակերպությունների, գյուղմթերք մթերողների, գյուղատնտեսական մթերողների հետ կապված լրջագույն խնդիր կա։ Որովհետև ամենամեծ մթերողներից մեկը օրինակ նոյն էր, չէ՞, գինու կոնյակի գործարանը Երևանի։ Այսինքն այդ հիմնարկը հիմա փակված է։ Այսինքն այն մարդիկ, որ հազարավոր մեր գյուղատնտեսները, որոնք պիտի խաղող փորձային մթերեն կամ լոլիկ մթերեն կամ այլ ապրանքներ, այսօր փաստի առաջ են կանգնել։ Փաստի առաջ են կանգնել, չգիտեն, այդ ապրանքը որտեղ պետք է ռեալիզացնեն, ինչ պետք է անեն։ Սա ես չեմ հասկանում, սրանք ոնց են մտածում։ Ոնց կարելի է, այսինքն թշնամին, որ ուզենա այսպես վնաս հասնի, կարող է չկարենա։ Եվ երեք հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ, հայկական կողմի նախաձեռնությամբ է եղել։ Ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ այդ հեռախոսազրույցից հետո էլ նաեւ հայտնի դարձավ, որ Ռոսել Խոզանդրոզը ձորը հայտարարել է, որ կանխել է Բելարուսից կեղծ փաստաթղթերով հայկական ցակման ծաղիկների ներմուծումը եւ մի մեջբերում էլ անեմ Հայաստանի ԵՄ-ին անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Փաշինյանը Պուտինին ասել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից ԵՄ-ին պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո Փաշինյանը ընդգծել է բաց գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը։ Խնդրեմ։ Այսինքն էլի ստացվում է հենց որ սրանց վարվող քաղաքականության, այսինքն միտեղ այս պրավալ են տալիս, տոտալ ձախողում են տալիս, մեկը հերոսաբար փորձում հաղթահարեն այդ։ Այդ բան է, էլի, ես չգիտեմ էս ինչ է, էլի, այսինքն մեր քաղաքացիներին սա դուր գալիս է։ Բա քանի կարաս մենք խնդիր չունենք, այսա կտեսնեք ասում եք բաներ կային, չէ՞, մի հատ այնց խումբ էլ կա, չէ՞, մարդկանց, որոնք որ ընդհանրապես ոչ տնտեսության հետ կապ ունեն, ոչ քաղաքականության հետ կապ ունեն, ոչ էլ այս երկրի հետ կապ ունեն։ Ասում են, դե էսա որ Հայաստանից ապրանքները չգնա, տեսեք ռուսական շուկան ոնց է պայթում։ Բան սոված են մնալու, Ռուսաստան մարդիկ բան չեն ճարելու ուտելու։ Այսինքն ոչ թիվ են նայում, ոչ արտահանման ծավալներ են նայում, ոչ նայում են Հայաստանի Հանրապետությունից այնտեղ արտահանվող ապրանքները Ռուսաստանի ընդհանուր շուկայի քանի տոկոս կազմում է, թե չի կազմում։ Այդ տոկոս չի կազմում։ Հայաստանից արտահանվող ապրանքը ռուսական շուկայում տոկոս չի կազմում։ Զորամբողջ որիորդական, այսինքն, եթե Հայաստանից չգա, ասածս որն է, եթե Հայաստանից չգնա այդ ապրանքը, ուրիշ տեղից է գալու այդ ապրանքը, Ադրբեջանից, Ուզբեկստանից կգնա, Ղազախստանից կգնա, Բելարուսիայից կգնա, այլ երկրներից կգնա, խնդիր չունեն։ Խնդիրը էլի մենք ենք ունենալու։ Մենք ենք ունենում այդ խնդիրը։ Մեր արտահանողն է ունենում այդ խնդիրը։
Էլ չեմ ասում, որ սենց շարունակվի նաև ներմուծման հետ կապված լրջագույն խնդիրներ ալնելու։ Ցորենի հետ կապված, էներգակիրների հետ կապված, հեղուկ գազի հետ կապված, բնական գազի հետ կապված, կարակի հետ կապված, ձեթի հետ կապված, կռուպեղենի հետ կապված, որ մեկն ասես։ Այսինքն ինչքան կարելի է տգետ լինել, էլի։ Եթե ինչ որ մեկին թվում է, հետո գիտեք ինչ կա, սենց մի հատ հարց կա։ Այս մեր ապրանքները, որ գնում են այդ շուկան, սրանք տարիներով ստեղծված շուկաներ են, հասկանում եք, տարիներով քրտնաջան աշխատանքով, տարիներով ստեղծած Նիկոլը չի ստեղծել է շուկան։ Հա տարիների աշխատանքի քրտնաջան աշխատանքի տասնամյակների արդյունքում ստեղծված փայփ, սա ձեր երկու ձերքով պիտի պայծ ու փայփայես։ 7-6 միլիարդ, այո, 7-6 միլիարդ շրջանառությունը կա։ Դրանից տուժելու էլի ով է տուժելու, Հայաստանն է տուժելու։ Հիմա հեսա վերջացնեմ խոսքս, հիմա այդ շուկաները որ կան, արագ Հայաստանի այն բաները պոլկեքը որ կան են, դարակները որ կան, որտեղ որ հայկական ապրանքներն են, դրանք դատարկ չեն մնում, ուրիշ ապրանքներ դե գալիս է դրա տեղը լրացնում է։ Եվ վաղը մյուս օրը այդ շուկան նորից վերագտնելու համար, նորից վերականգնելու համար հսկայական ռեսուրսներ, ժամանակ, ֆինանս պետք է ծախսվի, որ նորից էլի գան հին տեմպերին, հին դինամիկային հասնեն։ Հասկանում եք ինչ խնդիր կա այստեղ։ Հետո այդ մարդիկ ունեն պայմանագրեր, կապած պայմանագրեր։ Այդ մարդիկ մի հատ էլ որ այդ պայմանագրերը իրանք չեն, պարտավորություններ իրենք չեն կատարում, մի հատ էլ այդտեղ են տուշտուգանքի տակ ընկնում։ Տեսեք ինչ վնասներ է տալի։ Ախր ես չգիտեմ էլ ոնց կարելի է ասած, էլ ոնց կարելի է բացատրել։ Հիմա այս մարդը սկզբից ասում էր խնդիր չկա, հեսա կգան բանը ռուսական կողմը կգա ծնկաչուկ ներողություն կխնդրի բանկանի։ Հիմա ընկելա դռնեդուր։ Ինքը իր նախաձեռնությամբ արդեն որի օրտ անգամ զանգում է, իր նախաձեռնությամբ թռնում է գնում անդե հասնում։ Ոչ մեկ իրան շնորհավորում է, ոչ մեկ իրան ուրախավոր տեսնում է, այսինքն տարբեր ընդից հայտարարություններ է գալիս։ Էսի նորից էլի զանգում է, ասում է ես ուրախ եմ ձեզ հետ համագուզում եմ, համագործակցեմ, սիրում եմ ձեզ, բան խոնարհվում, ես ինչեր ասում։ Հա, ինչեր է խոսում, ինչեր է ասում, բայց իրականության մեջ այս Մոսկվան արդյունքներին ասում չի հավատում էլի։ Հիմա ինչի համար պետք է այսքան բերել հասնել այս վիճակին, որ հիմա էլ խնդրողի դերում լինես։ Աղաչողի դերում լինես, ասես գիտեք ինչ կա, մի բան արեք, սենց չի լինի։ Բայց բան Սինգապուր եք տանում, չգիտեմ, Եվրոպա եք տանում, մերձավոր արևելք եք տանում, այնտեղ եք տանում։ Բա ավելի թանկ գնով ծախելու եք այդ ապրանքները, բան արեք։ Հա գիտեք ինչ կա, պրիմիտիվ մտածելակերպը շատ պրիմիտիվ է, չէ՞։ Այսինքն ոչ մեկ չի ասում, որ շուկան չպետք է դիվերսիֆիկացնես, պետք է դիվերսիֆիկացնես։ Պետք է եվրոպական շուկա էլ գնա։ Ոչ մեկ, ես որ խոսում ենք, մենք չենք ասում, որ եվրոպական շուկան չպետք է ապրանք գնա, ընդհակառակը։ Ինչի համար ենք ասում, որ տարիներ շարունակ մատը մատին չեն տվել նույն այդ եվրոպական շուկա ապրանք տանելու համար։ Ուրիշ շուկաներ գտնելու համար մատը մատին չեն տվել։ Հիմա էլ մի դուրը փակել է, ինքը իր ձեռով տարել է, զամոկը դրել է, դուրը փակել է, այնտեղ էլ չի կարող այդ ապրանքը ռեալիզացնել։ Ու ոչ միայն մենակ գյուղմթերքի հետ կապված չի, ծավալները շատ մեծ են, հսկայական են։ Ուրիշ ապրանքների հետ կապված էլ խնդիր կա։ Այդ ցանկը շատ մեծ, ասած չենք կարող ժամանակը չի հերիքի թվենք այն ապրանքների, այն փոքր ու միջին բիզնեսի, որ, չգիտեմ, սուրճ արտադրում, թեյ արտադրում, չգիտեմ, ուրիշ ապրանքներ արտադրում եւ տանում են ռուսական։ Այդ բոլորը խնդիրների մեջ են։ Պրոբլեմների մեջ են։ Հիմա իրանք էլ հարց են տալիս, ասում են՝ «Այ ընկեր, կողմնորոշվի, բայց մի բան ասա, որ ուղղության վրա ես գնում։ Ինչ ես ուզում դու առհասարակ»։ Եվ ի վերջո էլ եմ կրկնում էլի, ես արդեն որերորդ անգամ ենք այս ամեն ինչ ասում, որ եթե իրենք մտածում են, որ 1-2 շաբաթ հետո այս ամեն ինչը կկարգավորվի, վերջին սահմանափակումները եւս մեկ անգամ փաստեց նրա մասին, որ այս ամեն ինչը գնալով ավելի, եթե ավելանում է, չէ՞, մի քանի գնում սահմանափակումները ավելանում է։ Հիմա նորից ուրիշ սահմանափակումներ կգա։
Եվ կրկնում եմ շատ տխուր ալնելու է, որ ասում ճտեր նաշնան են հաշվում, քանի որ մի ակտիվ գյուղատեսական շրջան է եւ այլ, միգուցե շատ մարդիկ էլ դժգոհություն կա, բայց շատ մարդիկ էլ իրանց հլա սպասում են, հլա մտածում են, որ ինչ որ մի դուռ կբացվի, բայց եթե ուրիշ դռներ ասում են, ասում են, եթե ուրիշ մի հատ էլ փաստ էլի, որ եթե այլընտրանքային շուկաներ կա, ինչի ենք նաև տարբեր տեղեկություններ կան, չէ՞ որ ուրիշ երկրների միջոցով ուզում են մեր գյուղմթերքը հասնեն ԵԱՏՄ շուկա, չէ՞, Իրանով, Վրաստանով, չգիտեմ, Բելարուսիայով, այլ երկրներով չէ ուզում են, չէ՞։ Բա այդ եթե այդ ուրիշ տեղով այդ հնարավորությունները կա, ինչի՞ է այլընտրանքային եղանակով էլի փորձում բան, այսինքն խնդիրը սա, ժողովուրդ ջան, ուզում եմ ասենք, որ այդքան էլ պարզ չի ամեն, այս ամեն ինչը ասում ենք մեր ժողովրդի համար։ Մեր ժողովուրդը մտածում ենք, սրտներս ցավում է մեր հայրենակիցների համար։ Այդ հետևանքների համար էլ այդ զանգում են տարբեր մեր հայրենակիցներ, տարբեր գյուղմթերք արտադրողներ, ուղղակի հուզմունքից, չգիտեմ, էլի չեն կարողանում խոսան, ասում են, «Էսա տունս է գրավի տակ, չգիտեմ, տեխնիկա սա գրավի տակ, ոնց ենք անելու մենք»։ Խայտարակ վիճակ է, մի հատ խայտարակ վիճակ։ Երբ իրավապահ համակարգ ամբողջությամբ կենտրոնացված է Հայաստանում ու դիմադիր հայացքներ ունեցող մարդկանց բերման, ենթարկելով գետնին, տապալելով խուզարկություններ իրականացնելով, ձերբակալելով, կալանքի տանելով, Հայաստանում վխտում է ուղղակի հանցագործությունը, ամեն անկյունում սպանություն, դիակ են գտնում, մարդ են գրավում, մարդ են հայոյում, վերջին հանդեպքի միջանոց, երեք Քոնջորյանի եղբայրը տեսել ենք այդ տեսանյութը, որտեղ սեռական հայոյանքներ են իջեցնում, ինչ հետևանքով էլ նաև ծեծի է ենթարկվել, խնդրեմ։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատություն է։ Յուրայիններին ամեն ինչ կարելի է, այլախոհներին պետք է մի բան ինչ որ գտնվի։ Այսինքն, եթե այդ մարդը այլախոհ է, Նիկոլ Փաշինյանի հայացքները չի կիսում, ընդդիմադիր է, գնացեք մի բան գտեք, արա, գնացեք մի բան գտեք։ Դե հիմի անպատժելությունը, օրենքի ընտրովի արդարադատությունը բերում է նրան, որ արդեն իրար մեջ են, չէ՞, սկսում իրար ծեծել, սպանել, չգիտեմ ինչ անել, ու ինչի համար են այդ ամեն ինչը անում։ Ու հայացքների համար չի, գաղափարների համար չի։ Փողի։ Սիրելի հայրենակիցներ, այդ տրանսպորտով երթևեկող են, որ ասում են, հասարակական հանրային տրանսպորտով ենք ման գալիս, մենք բանը, որ բան անեն, ասում, որ հանկարծ իրանց կոռուպցիայի բանի մեջ հանկարծ մեկը բանանի, ձեռները կկտրեն, տենց բան չեն անի, ինչ կոռուպցիա, ինչ կաշառակ։ Հիմի տեսնում եք, ամեն մեկը դառնում է մի հատ բդեշխ, ինչ տներ, ունեցվածքներ, կալվածքներ, հիմա էլ այն կարգի է հասել, որ իրար մեջ է այդ ամեն ինչ, էլի, հասկանում եք, ԿՊԱ-կանի դեմ, ու փողը չեն կարեցեք կիսեն, այդ շինարարության հարցա, տենդերների հարցա եւ այլն մեկի մյուսի, մեկ էլ տեսնում ես մի ԿՊԱ-կանն է մտնում լայվ, ասում է, ճիշտ է, ես էլ եմ ասում, կոռուպցիաներ կաշառակել, ես էլ եմ այդ գործերի մեջ եղել, ասում է, բայց ասում է, ես իմը ասում է, դատվել եմ, բան եմ արել, իմը ստացել եմ, բայց այնտեղ էլի մարդիկ կան, ասում է, բան կա, ասում է, այնտեղ մարդիկ կան, ասում է, որ կոռուպցիաներ են, մենք ասում են, բան ասեցինք, ասում է, Նիկոլին ասեցինք, որ կոռուպցիաները ինքը իրան հետ է պահել, մի քիչ ասել է հետին, այսինքն բան է, էլի, այդտեղ մեկը նստած է, այն մեկը կոռուպցիա դու մի քիչ բան արա, չէ, մի քիչ մի երևա բան մի արա, տղա ջան, շատ մի երևա բան մի արա, խոսանք էլի, այսինքն ես չեմ հասկանում էլի, ասենք, ժողովուրդ, այս ամեն ինչը դուք չեք տեսնում։ Թաց ու չորը ի վերջո իրարից չենք կարալու, մենք տարբերակենք։ Միջև մեկի տունը չհասնի, ու այդ կրակոցներն էլ բաներ, չէ։ Նայում ես այնքան հաբրգել են, այնքան լկտիացել են, օրը ցերեկով կգան մի պաձեզդու, մի հայաթում կկանգնեն, կհանեն ձեքը զինամթերքը կհանեն, կգռստեն, կապ չունի անմեղ մարդ, մեկը հելի, մեկը գա երեխա, կին, ծնող, ապահով Հայաստան։ Ու աբսուրդն է, որ Մուրացանի 20-ամյա երիտասարդի մահից 1-2 օր հետո ներքին գործերի նախարարը ասում է, որ լավն ու հրազենի կիրառումը Հայաստանում սահմանափակվել է։ 2 օր առաջ մարդը է սպանվել հրազենից։ Որովհետև ամբողջ իրավապահ համակարգը զբաղված է անդիմադիրներին գաղտնալսելու, ով ում հետ սուրճ խմեց, ով ում հետ
գնաց հանգստանալու, ում հետ դուրս եկավ ման գալու եւ այլ, ամբողջ իրավապահ համակարգը այդ գործին է։ Օպերատիվ աշխատանք չի տարվում, այսինքն որտեղ է այդ օպերատիվ աշխատանքը։ Եթե գողությունները տեսնում եք ինչ տեմպեր է, թալանը ինչ է, ռազմոյը ինչ է, մարդիկ գիտեք ինչ կա, հիմա որ սես բան են, չի ասում, այնքան ինձ շատ են էլ մեր հայրենը, ասում որ մի հատ դեպք էլ է տեղի ունենում, օրինակ գողության դեպք է տեղի ունենում, չեն հայտնում, ինձնից էլ են, չէ, իմ դեպքով եմ ասում, իմ օրինակով եմ ասում, իմ օրինակով, քանի անգամ իմ գույքը վնասեցին, թալանտ գողացան, չգիտեմ, ջարդեցին, փշրեցին, այրեցին իմ մեքենան, միջև հիմա ոչ մի բան չկա։ Այսինքն, եթե ես հասարակական հանրային գործիչ եմ, իմ հետ կապված այդ գործը առաջ չի գնում, մարդը տենում է, որ հաղորդում տա հանցագործության մասին, ի՞նչն է դրանից փոխվելու։ Ավելորդ ինքն է քաշքշուկի մեջ ընկնում, գնա ոստիկանություն, մի հատ բացատրություն գրի, ես արա, ասում եմ լավ է, հավես չկա։ Բայց մեկ տեսնում եք, չէ՞։ Եվ դա ավելի վտանգավոր է լինում, երբ որ հարցին ինքն է որոշում լուծում տա։ Դե իհարկե։ Արդեն այլ ավելի վտանգ դա բերում է արդեն։ Դե իհարկե, բայց ամբողջ մեղնել է տա, որ ես քիչ առաջ ինչ ասեցի, որ պետք է իրար հակակշռող մարմիններ լինեն, չէ՞, դատախազություն, քննչական, կոռուպցիայի կանխարգելման վերջ վարչություն կա այնտեղ, ԱԱԾ կա, այս բոլորը պետք է հակակշռեն եւ անկախ մարմիններ են, չէ՞, մտում։ Այդ անկախ մարմինները աշխատեն, չէ՞։ Կապ չունի ով է այդ հանցագործություն անողը։ Նույն ձևի պետք է ընդդիմադիր կլինի, թե իշխանական կլինի, պետք է պատժի արժանանա օրենքի ամբողջ խստությամբ։ Բայց դա տեղի չի ունենում, որովհետև կրկնում եմ։ Այս ընթացքում դուք տեսել եք մի հատ ԿՊԱ-կանի ունեցվածքը բռնագրավի կամ բռնագանձի։ Բայց գիտեք, ասում են ուշադիր եղեք, իր սրտի օլիգարխների հետևից էլ է գնալու, կլինի դա Սամվել Ալեքսանյան, Խաչատուր Սուքեսյան, Նարեկ Նալբանդյան, ասես սպասեք դրա, այստեղ ինքը հայտնվել է վաղթորշը։ Չեմ կարող ասել, բայց այն որ Հայաստանի Հանրապետությունում այս խայտարակ իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Ուղղակի չի կարող։ Եվ սրա զուգահեռ նաև Եվ ամենակարևորը սրա գնահատականը պետք է տա մեր ժողովուրդը։ մենք դրանով անպայման կամփոփենք, պարոն Դանիելյան։ Բանակն է հերթական մահը։ Խաղաղությունից եմ խոսում։ Ես նրանք բայղուշ են, չէ՞, ինչքան ասին զոհ չկա, մարդ չի բանել, եկավ արդեն մի քանի օր մեկ այդ 30-ն էլ հաստատվածն է, այդ էլ որ եւ լրատվականները չլինեն, այս աղմուկը չբարձրացնեն, իրանք դե ծածկա թմփոց անելու բան են, չէ, մեծ վարպետ են։ Հիմա այդ որ ասում եք բանակում, իհարկե սա ցուցիչ է նրա, որ մեր ես բանակին շատ զգուշ եմ վերաբերվում եւ այդ առումով շատ հարցեր կա, որ պետք է շատ զգայուն հարցեր կա, որ բանա, բայց համենայն դեպս այդ ոլորտը կազմակերպող մարդիկ, օրինակ, չէ, ասենք, կա պաշտպանության նախարար, որ սաղոր քարոզարշավների մեջ է։ Քուչա են անում, չգիտեմ, գյուղ առ գյուղ, սրտիկ-մրտիկ են ցույց տալիս, եսի ինչեր են անում։ Ու ամենակարևորը գիտեք որն է, որ այս ընթացքում այդ մեղավորները չեն պատժվել։ Որևէ մի մարդ, որը որ մեղավոր է, բասաշճան զինվորական եւ այլ, ես չեմ տեսել։ Դրանից հետևություններ չեն արել։ Բանակում տիրող այդ բարքերի հետ կապված շատ լրջագույն խնդիրներ կա։ Եվ այսօր բանա, չէ, մեր զորակոչնա թող բարի ծառայություն լինի գնացողներին, բանակ գնացողներին, բարի ծառայություն, բարի վերադարձ, բայց ծնողը պետք է վստահ լինի, որ իր երեխան գնում է Հայաստանի բանակ, հայկական բանակ, եւ անփորձանք հետ է վերադառնալու։ Եվ դրա պատասխանատուն բարձրագույն զինվորական կոչում ունեցող մարդիկ են, որոնք որ պարտավոր են կազմակերպել այդ մարդկանց անվտանգ, սա ոչ մարտական պայմաններ է, չէ, պատերազմ չկա, այս պահին, բայց խաղաղ պայմաններում այդպիսի քանակությունը թեկուզ մեկ զինվորի էլ, սա ուղղակի խայտարակ վիճակ։ Եվ ամսի 2-ին Լեռնային Վրացիների ժողովը այդուհանդերձ
80%-ից ավելին դեմ քվեարկեց Արցախի հանձնմանը, հայրենիքի կորստին, այս ամենի հետ կապված պարոն Դանիելյան, այ ժողովուրդը, ինչպես ասացիք, պետք է գնահատականը տա, խնդրեմ։ Նախ շատ լուրջ հարցականի տակ անգամ են քվեները իրենք ինչ որ ցույց են տվել։ Այդքան վարչական ռեսուրս, այդքան տերոր, այդքան տերոր, այդքան վարչական ռեսուրս ամբողջ էս իրենց մեթոդներով գործիքակազմով դուք ճիշտ նշեցիք, որ հայ ժողովրդի մեծամասնությունը իր ոչն է ասել եւ դրա համար էլ ինքը ջղաձգումների մեջ է, գիշերը դեր արդյունքները չամփոփած իրեն հայտարարեց, դեր հաշվարկը գնում էր իրեն հայտարարեց, որ ինքը վարչապետ է, այդ պախարոնի դեմքը վերցրած։ Հիմա բանը արդյոք այս ամեն ինչը ինչ որ կատարում է Հայաստանի Հանրապետությունում պետք է գնահատականի արժանանա, իհարկե պետք է գնահատականի արժանանա, եթե մի ուժի, որը որ առնվազն 4%, առնվազն եմ ասում 4%, Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին է խոսքը, 4% գողացվել է։ Ուրեմն դա չի կարող լեգիտիմ լինել։ Չի կարա դա լինի լեգիտիմ։ Ախր այնքան պարզ է եղել այդ ամեն ինչը, այնքան ակնհայտ է եղել այդ ամեն ինչը, որ երկրորդ կարծիք անգամ այդ քպականներն են բանանում, ես կարող փաստերը այնքան պարզ է, այնքան բաց է այդ ամեն ինչը, որ չեն էլ կարա ուրիշ բան ասեն։ Գողացվել է այդ ամեն ինչը։ Բա ուրա այդ ազատ արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու։ Այսինքն այդքան տերորից, այդքան բռնաճնշումներից, այդքան այդ ամեն ինչից հետո էլի չի կարեցել ասել այդ ուժին մի թողեք գա խորհրդարան։ Սրա լեգիտիմը ո՞րն է։ Բա մարդ ասում է ձեռս կկտրեն, որ մի հատ խնդրախախտում անեմ։ Բանա չգիտեմ, էջը փակված է, ես չգիտեմ ինչ է, պատի տակ թող կանգնեցնեն, եսի ինչեր անեն։ Դե ինչ ասես խոսում ես, չէ՞։ Բա ուրա միջազգային հարություն կոչված մարդիկ կան, կազմակերպություններ կան, չգիտեմ, իրավապաշտպան կոչվածներ կան, ինչեր կան, մարդիկ կան, երկրներ, պետություններ, օտար երկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԵՄ դեսպան եւ այլն։ Այդ ես չգիտեմ, ես կարող ես չեմ լսել, կարող հայտարարություն են արել, ես ուշադիր չեմ եղել։ Եկավ Ուրսուլա ֆոն դեր Լայնն ասաց ժողովրդավարությունը հաղթեց։ Հա, նորմալ է, էլի ասենք, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ուժին չեն թողնում մտնի խորհրդարան, օրը ցերեկով։ Այսինքն դա նորմալ է, էլի։ Ոնց կարա դա նորմալ լինի։ Մյուս քաղաքական ուժի ղեկավարին Ոնց որ քիչ առաջ ես ասեցի, որ այդ ունեզրկման այս գործընթացը, որ կա, որ մարդկանցից խլում են, վաղը մյուսօր դա խնդիր է դառնալու, կապ չունի, կանցնի մի օր, մի շաբաթ, մի ամիս, երկու, նույնն էլ էս ամեն ինչը։ Այլևս այս իշխանությունները, եթե 21 թվին ինչ որ մի կերպ կարելի էր ասել, որ ընտրությունները փոքրի շատ է անցել են ազատ արդար թափանցիկ ընտրությունների որոշակի ծիրի մեջ, հիմա մենք կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ արդար ընտրություններ չի եղել, ոչ ազատ ա եղել, ոչ արդար ա եղել, ոչ էլ թափանցիկ ա եղել։ Եվ դրանից հետո սկսվել է ռեպրեսիոն համակարգի գործադրումը ընդդիմադիր այլախոհ մարդկանց նկատմամբ։ Մեկը նորից մեկ անգամ եւս կրկնեմ եւ ավարտեմ խոսքս։ Մեկը հայ ժողովուրդը սրա գնահատականը տալու է, ամեն մարդ իր արածների համար պատասխան տալու է Աստծո առաջ, մեր ժողովրդի առաջ եւ արդարությունը ի վերջո հաղթելու է, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին մեկ անգամ եւս։ անգամ ներողություն, նա սրբազան պայքարի հետ կապված տեսա, ինչ հայտարարություն եկա, որ չկա հավաքչական որևէ բան։ Այդ ցավը տանեմ, միջև սրբազան պայքարն էլ եւ սրբազան պայքարը, ընդ ասեցին աշնանային տերևաթափա, գառնանային եսիմ ինչա, չէ՞, բթոն բանը, ահաբեկչական խմբեր, չէ՞։ Քանի հատ ահաբեկչական, ասում են իբր թե բանա, պետք է բանա, ահաբեկչություն, ասիկ սրանք այնքան ամոթ չունեն, ահաբեկչություն բառն էլ դերևի չեն հասկանում կամ հասկանալով հանդերձ, անգամ դեպքեր կա, չէ՞, մեր նորանկախ հանրապետության մեջ, չէ՞, նույն ՊՊՑ գնդի հետ կապված։ Այդ որակավորումը չեն տվել ահաբեկչություն։
Սրանք ամեն անպատե պահի այդ ամեն ինչ այդ բառնել են տարբեր բառեր կա, չէ՞ որ այդ բաներն տվել արժեզրկել։ Հիմա այս ահաբեկչությունը նույն գիտեք Ալբերտ Բազյանի հետ կապված էլ կար, չէ՞, այնտեղ հա Սերոբ Գասպարյանի հետ կապված բանի, այսինքն Սրբազանի տարբեր մարդկանց կլիշեն պիտակավոր են բանալին, մեկ էլ վերջում մի հատ էլ հայտարարություն էին, չէ՞, իրանք ազգային ժողովում հայտարարություն էին ընդունել, որ թող բոլոր կուսակցությունները, հասարակական քաղաքական կազմակերպությունները միանան այդ հայտարարությանը։ Այսինքն պարզ երևում է ժողովուրդ ջան, որ սա այս իդեպ այս սարքած գործերի առումով, որ տարբեր մարդկանց քաղաքական գործիչների գլխին սարքում են։ Մի հատ քրեական հոդված էլ դրա համար ավելանալու, որ այս մարդկանց գլխին սարքել են։